Բարև ձեզ եւ բարի գալուս Սամվել Խռլոբյան ծառայություններ։ Սամվել Խռլոբյանը հովիվն է Կենցանի հույս եկեղեցու հայերեն լեզվով ծառայությունների։ Կենցանի հույս եկեղեցին The Church of the Living Hope-ը գտնվում է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։ Այս հաղորդաշարը նվիրված է օգնելու հայալեզու հավատացյալներին ավելի լավ ճանաչել Աստծուն, ծանոթացնելու նրանց իր ծրագրի խորհուրդը եւ օժանդակելու հավատացյալներին ավելի օգտավեր ծառայել ամեն հայախոս համայնքներում։ Եկեք միասին աղոթենք։ Հայր մեր, Սուրբ Աստված, Աստված ամենակարող, գեղեցիկ, ստեղծագործ, արարիչ, քո նմանը չկա Տեր։ Եվ դու քեզ Երևան բերեցիր, մեզանից ոչ ոք քեզ չէր կարող տեսնել, միայն քո որդուդ Հիսուս Քրիստոսի միջոցով ճանաչեցին քեզ։ Եվ նրա խոսքերը լսելով սկսեցին քեզ ճանաչել, նրա կյանքը ճաշակելով սկսեցինք քեզ ճաշակել եւ հասկացանք թե ինչն է բարի։ Եվ այդ բարության մեջ քեզանից խնդրում ենք Տեր Աստված, որ դու շարունակաբար խոսես, հոգովդ խոսես։ Մեզ կյանք թող լինի Տեր։ Եվ ոչ թե միայն դատարկ խոսքեր։ Առաջնորդի մեզ քո ճշմարտությունների մեջ Տեր եւ խնդրում եմ, որ ինձ կարողություն տաս քո խոսքերդ հասկանալու եւ բացատրելու։ Շնորհակալ եմ քեզանից Տեր Աստված, խնդրում ենք, որ դու քո ներկայությունովդ մեզ հոգևոր իմաստություն եւ հայտնություն տաս եւ ճանաչենք քեզ ոչ թե որպես գրավոր խոսք, այլև որպես ապրող խոսք։ Շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Ամեն։ Եթե սովորաբար մարդկությանը հարցնենք կյանքի եւ մահի վերաբերյալ, մարդ ծնվում է, մարդ մահանում է, դե բոլորը կասեն, որ սա դա բնական երևույթն է։ Աշխարհքիս օրենքը։ Բոլորը ծնվում են եւ բոլորը պետք է մահանան։ Եվ այնպես է ընկալվում, կարծես թե որ սա իրականությունն է եւ այսպես է պետք է լիներ։ Բայց մենք տեսնում ենք, որ սա իրականություն է հիմա, ցավոք սրտի, բայց այն չի, որ ինչ որ Աստված իր մտքի մեջ ուներ իր ստեղծագործության մասին։ Եվ տեսնում ենք, որ մահը միայն եկավ աշխարհի մեջ մեղքի պատճառով։ Եվ դա մենք գիտենք, ինչպես կարդացել ենք Ծննդոց Սուրբ Գրքի առաջին գիրքը Ծննդոց մեզ բացատրել է։ Ծննդոց 2-րդ գլխում 16-րդ համարը Աստծո խոսքը ասում է. Տեր Աստված պատվիրեց մարդուն ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կեր»։ Բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես։ Սա մահ, ուրեմն խոսած թե ինչ եղավ, որ պատճառ եղավ, որ մահ կլիներ։ Այսինքն եթե մարդ արարածը չուտեր բարի եւ չարը իմանալու ծառից, ուրեմն նա չէր մահանա։ Նրա ուտելը Աստված ասաց, որ հիմա երբ որ ուտես, կմահանաս։ Այդտեղ եթե կար մեկ հատ։ Եվ հիմա ես մի քիչ առաջ բացատրեցի, բայց հիմա կուզեմ մեկ հատ նորից էլի բացատրել, որ միաժամանակ այս համ մարմնային մահի մասին է խոսքը, համ հոգևոր։ Մարմնային մահը գիտենք, որ մի անգամից չեղավ։ Ինչու համար, քանի որ կամաց այդ կյանքը իր արդյունքը վերջի վերջո մեղքի եւ մթության կյանքը վերջի վերջո մարդուն տանում է դեպի մահի։ Իհարկե այն ժամանակ շատ ավելի երկար են ապրում, քանի որ դեռ հələ մաքուր եւ այսպես ասած սուրբ իրավիճակի մեջ էր մարդկային մարմինը։ Բայց կարևորը նաեւ հոգեվորն է, ինչու համար։ Նույն պատճառով ինչ որ բացատրություն տվեցի։ Քանի որ մարդը դրանից առաջ տարբերություն չուներ իրեն համար, որևէ պայման չկար։ Նա այդ սկզբնական իրավիճակում միայն լավը գիտեր, բարին գիտեր, չար հասկացողություն, որը ինչն է լավ եւ ինչն է վատ, կամ ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ, մեղք հասկացողությունը չէր իմանում ինչ է, քանի որ մեղք գոյություն չուներ դեռ։ Եվ այդ պատճառով հիմա իր մեջ ինչ եղավ, հասկացողություն առաջացավ, որ ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ, եւ սկսեց դրանից հետո մենք գիտենք մեր կազմվածքի մեջ, մեր խառնվածքի մեջ, ինչ որ ուտում ենք, եթե առողջ հարար եւ լավ մրգեր, բանջարեղեններ, ինչ որ առողջ հարար են, ինչ որ լավ են, եթե այդ բաները ուտենք, մեր մարմինը ավելի առողջ կլինի համեմատաբար, եթե մի բաներ ուտենք, որ ավելի առողջ հարար չեն։
Նույն բանն էլ հոգևորն է։ Ինչ որ մարդը կերավ, այսպես ասած, իր հետ մեկ մասնիկ դարձավ։ Այսինքն մարդը դարձավ մեկ արարած, որ դրանից հետո սկսեց ամեն ինչ բարի եւ չարի աչքերով նայել։ Ուրեմն, այսինքն սա բարի է, սա չար է, բարին պետք է անես, չարը պետք է չանես։ Հասկացողությունը եկավ առանց այն հոգևոր կյանքի, որը պետք է կենաց ծառ ուտելուց գար։ Մենք հիմա գիտենք կենաց ծառ ուտելը ինչ է նշանակում մեզ համար։ Ամեն մարդու համար Աստված այդ կենաց ծառը մեկ հատ Հիսուս Քրիստոսի միջոցով մի հատ նորից առաջարկում է։ Ադամը Եվան չկերան։ Բայց ես արդար եմ։ Ես չեմ կարա նրանց չուտելու պատճառով ձեզ դատել։ Ուրեմն ես ձեզ այդ հնարավորությունը տալու եմ, որ փրկվեք դրանից։ Եվ խաչը դարձավ ծառը, խաչի վրայի անձնավորություն դարձավ ծառի վրայի պտուղը, ով որ Քրիստոսին հավատում է, նրան է ուտում, նա գալիս է իր հոգու մեջ է բնակվում եւ դառնում է կարողությունը հիմա բարին կամ չարը բարին անել եւ չարուց հեռու մնալու։ Բայց մենք տեսնում ենք, թե այդտեղ մահը ինչպես կարող ենք դատել, թե հոգևորն ինչ է եւ այլն։ Եվ ուրեմն Աստծո մտքի մեջ մահ չկար, Աստծո մտքի մեջ հաղորդակցություն կար, բայց ցավոք սրտի տեսնում ենք, որ մեղքը գործվեց եւ մեջտեղ եկավ մահ հասկացողությունը։ Ծննդոց 3-րդ գլխում 17-րդ համայց ասում է արդեն Ադամին ասում է, քանի որ դու անսացիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ ասելով դրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, ինչու քո պատճառով, որովհետև Ադամը սարքվել էր, որ լինի իշխողը երկրի մոլորակի վրա։ Սրա համար սատանան նրան, որ մեղքի մեջ գցեց, մարդու իրավունքը իշխողը լինելու երկրագնդի վրա, վերցրեց նա ձեռքից, այս պատճառով դարձավ իշխողը երկրի մոլորակի վրա։ Չէ՞։ Հիսուսը մեզ ինչպես ասեց, ասեց, որ ամբողջ աշխարհը սատանայի գրկում քնած է։ Եվ ասեց, նա իշխանն է, որ երկիրը կառավարում է։ Լավ, ուրեմն տեսնում ենք, որ մարդու ձեռքից ուրեմն վերցվեց պատճառներությամբ ուտես դրանից քո կյանքի բոլոր օրերին, նա փուշ ու տատասկ կաճեցնի քեզ համար եւ դու դաշտի խոտերը կուտես, երեսիդ քրտինքով ուտես հացը։ Մեկ ուրիշ մի բան, որ դրանից առաջ չպետք է ուներ։ Մարդը իր երեսի քրտինքով չպետք է ուտեր։ Պետք է ծառերի վայց պտուղները քաղեր եւ ուտեր։ Աշխատանքի այդ հասկացողությունը չկար։ Տանջվելու ամբողջ կյանքը մենակ հաց ուտելու համար ապրելու այդ հասկացողությունը չկար։ Դա էլ մեղքի պատճառով եկավ։ Երեսիդ քրտինքով կուտես հացդ, մինչև որ ետ դառնաս դեպի հողը, որտեղից նրանից առնվեցիր, որովհետև հող ես դու եւ դեպի հող կդառնաս։ Եվ տեսնում ենք այն ինչ որ Աստված ասեց, որ չուտես, թե չկմահանաս, եւ բայց նա կերավ եւ հիմա ասեց, ուրեմն սա է պատահելու քեզ։ Դու նորից հետ կգնաս հողին։ Բա հոգին։ Տեսնում ենք, որ հոգու փրկությունը վերջի վերջո ուրիշ ձևով որ գալիս է, Հիսուսին հավատալու միջոցով է, որ մենք կարողանում ենք այդ կյանքը ընդունել, որը մեր թեկուզ եւ մեր մարմինը փոշի է դառնալու, բայց մեր հոգին կյանք է ստացել, որը հավիտենական կապրի։ Հիմա այս սկզբնական հիմքերը դրեցինք, ոնց որ ասած, մահի եւ հարություն առնելու վերաբերյալ, բայց պետք է որ նորից նշмарենք, որ Հիսուսը հակադարձեց այս եւ ասաց. ոչ ինձանով ամեն ինչ ստեղծվեց եւ բնական կարգը ինչի որ մենք մահանանք եւ կյանքն է բնական կարգը։ Հիսուսը միջոցով փոխվեց։ Հիսուսը խաչի վրա մենք մտածում ենք, որ այո, Աստծո խոսքը ավետարանների մեջ հատկապես մեզ ասում է, որ խաչի վրա մեղավորը մեղքը խաչվեց։ Հա։ Բայց միաժամանակ պետք է ձեր ուշադրություն դարձնեմ սրա վրա, որ մի մոռացեք, որ Մարիամը, երբ որ զավակը ծնվեց, պետք է անունը դներ Հիսուս։ Բայց այդ հոգին, որ նրա որովայնների մեջ Սուրբ Հոգու միջոցով եկավ եւ նա ծնունդ տվեց, նա է, որ սկզբում խոսքն էր։ Խոսքը մարմին հագավ եւ եկավ, ինչպես Հովհաննես ավետարանը ասում է։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում, ասում է ամեն ինչ որ ստեղծվել է, նրա միջոցով է ստեղծվել։ Աստծո չէ, խոսքի։ Ամեն ինչ որ Աստված ստեղծել է,
իր որդու միջոցով է ստեղծել, որի անունն է խոսք։ Լավ։ Անձնավորությունը, որի անունը խոսք է։ Սրա համար են այդ խոսքի մեջ հոգևոր կյանք կա, քանի որ նա անձնավորություն է ապրող։ Երբ որ այդ խոսքերը ընդունում ենք, հավատում ենք, կարծես թե այդ անձնավորությունով ենք լցվում։ Երբ որ խոսք կարդում ենք սերի խոսքեր, հոգևոր իմաստը մեր մեջ գտնում է եւ մեր մեջ սերը ավելացնում է, Հիսուսակերպ ենք դառնում։ Եթե դրանից առաջ անհամբեր ենք, համբերատար ենք դառնում Հիսուսի համբերությունով։ Եթե դրանից առաջ չենք կամ ներենք մարդկանց, հիմա կարողանում ենք ներենք, քանի որ Հիսուսի ներողամտությունը ոչ թե բառը միայն մտքիս հասկացողությունը, այլև նրա ողորմիչ կյանքն էլ իմ հետ մեկ մասնիկ է դարձել։ Հիմա որ ես չէի կարողանում ներեմ, սկսում եմ ներել։ Լավը տեսակետով կամ եթե պետք է որ չարը չանեի եւ հիմա անում եմ։ Եվ այսպես մենք տեսնում ենք, որ խաչի վրա Հիսուսը երբ որ եկավ, իրեն ամբողջ ստեղծագործությունը դրեց խաչի վրա, քանի որ ամեն բան իր միջոցով էր ստեղծվել։ Եվ հետո հարություն որ առավ, մեկ հատ նոր ստեղծագործություն սկսեց։ Սրա համար մենք նոր կտակարանի մեջ կոչվում ենք նոր ստեղծագործություն։ Էլ հինը չկա, ամեն բան նոր է դարձել։ Այն օրը, որ մկրտվեցինք ջուրի մեջ եւ նրանով ցույց տվեցինք, որ մահացանք ջուրի մեջ եւ հարություն առանք ջուրից դուրս, հիմա նոր արարած ենք։ Կարծես թե մեկ հատ նոր երեխա, նոր ծնունդ ստացավ։ Դրանից առաջվանը Աստված հետաքրքրված չի։ Այդ անձնավորությունը մահացել է խաչի վրա։ Մենք շատ անգամ չենք հասկանում, մենք մեզ տեսնում ենք, կարծում ենք թե նույն արարածը։ Ես նախքան մկրտությունս, հետո մկրտությունից հետո Աստծո աչքին ասում է, որ մկրտությունից առաջվան էլ գոյություն չունի։ Հիմա սա նոր արարած է։ Սրա համար կարողանում է մեզ որպես իր որդիներ եւ զավակներ նայել, մեզ կոչել սուրբեր։ Այն մույսը անցած վիճակի մեջ չի տեսնում։ Միայն նա, որ իր որդու մեջ ծնունդ է ստացել։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, որ Հիսուսը խաչի վրա ամբողջ ստեղծագործությունը դրեց մեկ կողմ, եկավ մեկ հատ նոր ստեղծագործություն։ Քանի որ հավիտենականությունը միայն նրանք են լինելու, ովքեր Հիսուսի ստեղծագործության մեջ են։ Մահացածները չէ, այլ նրանք, ովքեր հարություն են առել։ Սրա համար ենք մենք խնդրում, աղաչում, ամենին ասում ենք, խնդրում ենք Հիսուսին ստացեք, որ կյանք ունենաք։ Դե վերջում միայն այն ինչ որ Հիսուսի մեջ է, որ գոյություն ունենալու։ Որ Հիսուսի մեջ չի, չկա, գոյություն չի ունենալու։ Նույն ավելի խոր իհարկե բացատրություններ ուրիշ անգամ կխոսենք։ Բայց Հովհաննեսի ավետարանը Հիսուսի, այսպես ասած, այդ գործը կամ նոր ստեղծագործության իմաստը արտահայտում ասում է. Ես եմ դուռը, եթե մեկն իմ միջոցով ներս մտնի, կփրկվի, կմտնի, կելնի, արոտ կգտնի, գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու համար։ Գող ասելով իհարկե նա ի նկատի ունի սատանային, սակայն ես եկա, որ իմ ոչխարներին ոչխարներս կյանք ունենան եւ ավելի առատ կյանք ունենան։ Ոչ թե մենակ ապրեն, շատ ավելի առատ եւ սա է իմ գալուս նպատակը, որ նրանք, որ հավիտենական մահկանացու էին համարվում, հիմա ինձ հավատալով նրանք կապրեն եւ ոչ թե միայն կապրեն, այլև հավիտենական կապրեն, իմ կյանքովս կապրեն։ Եթե ես իմ մեջս պարունակում եմ մենակություն, տխրություն, ցավ եմ զգում շատ անգամ, Հիսուսի մեջ այդ բաները չկա։ Ես իմ այս ներկա վիճակումս չի, որ այս նույն ձևով, այս նույն անձնավորությունը հավիտենական ապրելու է։ Մենք ապրելու ենք հավիտենական կյանքը Հիսուսի կյանքով։ Այդ նույն խաղաղությունը, որ իր մեջ է, նաև կլինի մեր խաղաղությունը։ Այդ նույն սերը եւ այլն արդեն կարողանում ենք հասկանալ։ Ես եմ, բայց իր կարողությունով։ Հիմա ավելի հասկանալու համար այդ կյանքի հասկացողությունը, թե ինչպես է, որ այդ կյանքը իր մեջ է պարունակված, գնում ենք Հովհաննեսի ավետարանը եւ ինչպես ասացի, ուզում Ղազարոսի մասին ձեզ համար կարդալ։ Եվ կկարդամ 11-րդ գլուխից շատ մասեր եւ միաժամանակ ուրեմն միասին կսերտենք այդ խոսքերը։
Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթենիայից, Մարիամի ու նրա քրոջ Մարթայի գյուղից, այն Մարիամն էր, որ Տիրոջ յուղով օծեց եւ նրա ոտքերը իր մազերով սրբեց։ Հիշում եք Մարիամին։ Նրա եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Ուրեմն Ղազարոսը նրա եղբայրն էր։ Այդ նրա քույրերը Հիսուսին լուր ուղարկեցին, ասեցին. «Տեր, քո սիրելի ընկերը հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքը հայտնի դարձնելու համար։ Հիսուսը մեկ ուրիշ մի բան կա իր մտքի մեջ։ Նա ուզում է հասկացողություն բերի եւ այս պատճառով ասում այդ մահկանացու չի։ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջն ու Ղազարոսին եւ երբ լսեց, որ նա հիվանդ էր, 2 օր էլ մնաց այդտեղ։ Զարմանալի։ Այդ անձնավորությունը, որ ինքը սիրում է, իր քույրերը լուր են հասցրել, որ շատ հիվանդ է։ Դիտմամբ ասում է 2 օր ուշացրեց։ Արդյոք մտահոգ չէր, թե չէր սիրում իր ընկերոջը, բայց Աստծո խոսքը ասում է սիրում էր իր սիրած ընկերն էր։ Ինչու դիտմամբ ուշացրեց։ Քանի որ ուզում եմ մեկ բառերը, որ գրված է, եւ մենք նրանք գիտենք որպես գիտելիք, Հիսուսը ուզում է դարձնի կյանք, որ դա լինի իրականություն, ոչ թե միայն հասկացողություն, որովհետեւ հասկացողությունը մեզ տալիս է իմաստություն, բայց կյանք չի տալիս։ Հոգին է, որ տալիս է կյանքը։ Եվ Հիսուս ուզում է այդ փոփոխությունը բերի։ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը, ինչպես ասացի։ 11-րդ համարը շարունակում ասում է. հետո նրանց ասաց իր աշակերտներին, այսինքն ասաց. մեր բարեկամը Ղազարոսը ննջել է։ Սակայն ես գնում եմ, որ նրան արթնացնեմ։ Այս բառը ուրիշ վստահ լսել եք, Պողոս առաքյալն էլ օգտագործում է, որ ովքեր որ Քրիստոսի մեջ են, չեն մահանում, ննջում են։ Եվ հետո Հիսուսը մի օր նրանց արթնացնելու է հավիտենականության համար։ Եվ այստեղ այս խոսքերն ասում եւ 12 համար ասում է. այժմ նրա աշակերտները ասացին. Տեր, եթե ննջել է, ապա կառողջանա։ Հիվանդ է, քնած է, հիմա հետո կառողջանա։ Բայց Հիսուսը խոսում է նրա մահվան մասին, իսկ աշակերտները կարծում էին, թե սովորական քնի մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց բացահայտ ասաց. Ղազարոսը մահացել է։ Չէին հասկանում ինչ ասում։ Եվ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք։ Ինչի համար էր ուրախ։ Հենց հիմա նոր իր աշակերտներին ասաց, որ Ղազարոսը, մեր սիրելի Ղազարոսը, մեր ընկերը, մահացել է։ Հիմա ասում է ես ուրախանում եմ ձեզ համար։ Որ ինչ, որ ուրախացան, որ իմացան Ղազարոսը հետաքրքիր խոսք է մեկ հատ։ Մարդկային աչքով սա տարբեր երևույթ ունի։ Մենք կարողանում ենք միայն երկրայինը տեսնել։ Եվ ասում եմ, եւ ես ձեզ համար ուրախ եմ, որ հավատալու եք, քանի որ ես այնտեղ չէի, երբ նա մահացավ։ Այսինքն, եթե ես այնտեղ լինեի, իրեն չէի թողնի մահանա։ Բայց ուրախ եմ, որ չգնացինք այդտեղ, հիմա տեսակ, որ մահացել է։ Եվ նա մահացավ, սակայն եկեք գնանք նրա մոտ։ Շատ անգամ Աստված ստիպված է լինում, թեկուզ մեր նմաններին, որ իր սիրեցյալներն ենք, ուշացնի իր բուժումը։ Որովհետև ուզում է, որ առաջի հերթին մենք մեր մեռած լինելը տեսնենք, որ մենք մահվան դատապարտված ենք, տեսնենք, որ մենք մեր մեջ ոչ զորություն ունենք, ոչ կարողություն ունենք մեզ լավացնելու կամ բուժելու եւ այլն եւ այլն։ Որ Հիսուսն է, որ պետք է գնա մահացածին սաղացնի։ Աստված շատ անգամ ստիպված է թողնի այս դեպքը պատահի։ Մեզ համար հասկանալի չի։ Մեզ համար սերը միանգամից անմիջական հասնելն է։ Մեկ անգամ տարիներ առաջ իհարկե կարող եք դուք լսած լինեք, մեկ հատ անձնավորություն մի հատ երեխայի խոսում են եւ նա գալիս է եւ սոված է ուզում է ձուկ, ձկնորսը ասում է որ ուզում ես քեզ ձուկ տամ
թե ուզում ես քեզ ձկնորս դարձնեմ։ Տերն էլ այս նույն կարծես թե այդ հարցը մեզ ուզում է տա։ Դու ուզում ես քո միանգամից քո ինչ որ կարիք տա, միանգամից այդ րոպեին տամ, բայց վաղը նորից ես կարիք ունենալու, հաջորդ օրը նորից ես կարիք ունենալու, այն մյուս օրն էլ։ Թե ուզում ես ինձ քեզ գաղտնիքը սովորեցնեմ, որ դու ձկնորսն ես, միշտ կարող ես ձուկ ունենալ։ Հիմա սա իհարկե է իր հոգևոր իմաստով։ Երբ նա մահացավ, սակայն եկեք գնանք նրա մոտ։ 17-րդ համարը շարունակում է, երբ Հիսուսը եկավ, նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ հրյաներից շատերն էլ եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան ընդառաջ, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. «Տեր, եթե այստեղ լինեիր»։ Սա մեր մարդկային տենչանքն է։ Տեր, ես ցավ քաշեցի։ Տանջվեցի օրեր։ Անհույս վիճակի մեջ էի։ Ուր էիր դու? Դու արդյոք գիտեիր? Եթե այստեղ լինեիր, եթե մոտս լինեիր, չէր մահանա, եթե այստեղ լինեիր։ Եթե դու իմ հետ լինեիր, չէր թողնի ես դժվարության մեջ ընկնեմ։ Սա մեր մարդկային հասկացողությունն է, բայց իր չափանիշները կարճ։ Տեր, եթե այստեղ լիներ, իմ եղբայրը չէր մահանա։ Բայց հիմա էլ գիտեմ, որ Աստծուց ինչ որ խնդրես, Աստված քեզ կտա։ Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Մարթան նրան ասեց. «Գիտեմ, որ հարություն կառնի, վերջին օրը հարության ժամանակ»։ Մարթան 5 տակարանի գրվածները գիտի բոլորն էլ։ Գիտի, որ վերջում մարդիկ կանգնելու են Աստծո ներկայության մեջ որպես դատաստան։ Եվ հիմա կրոնական իր հասկացողության պատճառով ասում է, որ գիտեմ, վերջին օրը նա համբարձվելու է, արթնանալու է իր վիճակից։ Եվ դա էլ ինչ որ չափով մեր վիճակն է։ Հիսուս ուզում է փոխի մեր կրոնականությունը, որպես Հիսուս Քրիստոսի կրոն, փոխի կյանքի ինտերակցիոն Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այդ պատճառով թույլ կտա մեր կյանքերը մի չափով մահի համը ճաշակենք։ Մահ ասելով չեմ ասում իսկապես մեռնենք։ Այսինքն մեր կյանքերի մեջ որևէ դժվար առիթ, հիվանդություն, ամուսնական հարաբերություն, գործի, դրամական, տան, թողնի որևէ դժվարություններ մենք անցնենք։ Եթե նրա վերջում իր կյանքով է մեզ լցնելու, որը հավիտենական է, կանի։ Քանի որ ինքը շատ լավ է հասկանում արժեքավոր ինչ է։ Մենք կրոնական ձևով ենք մոտիկանում իրան։ Նա կյանքով է մեզ մոտիկանում։ Հիսուսը նրան ասաց. Հիմա Մարթան ասաց, որ այո, ես գիտեմ, որ վերջին օրն է։ Վերջին օրը նա կյանք ստանալու։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունը։ Հարությունը մի հատ արարք չի, հարությունը մի հատ կրոնք չի։ Ես եմ հարությունը, հարության կյանքը իմ մեջս է։ Եթե դու ինձ ուտես, ինձ խմես, հարությունը քո մեջ էլ կլինի։ Եվ որպես ապացույց, երբ որ մահացավ, երրորդ օրը գերեզմանները բացվեցին եւ դուրս եկավ, ապացուցելով, որ ինքն է հարությունը։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի կապրի։ Իհարկե սա կապ ունի հավիտենականության հետ, բայց միաժամանակ էլ կապ ունի մեր առօրյա օրվա հետ միասին։ Եվ ամեն ոք, որ կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Առաջին դեպքում ասում է. ես եմ հարություն եւ կյանքը, ով հավատում է ինձ, թեկուզ եւ մեռնի կապրի։ Առաջ խոսում է իր կյանքի վերջում, երբ որ մահանա, բայց հավիտենականության մեջ կապրի։ Երկրորդ նախադասությունը խոսում է այս կյանքի վերաբերյալ։ Լսեք ինչ ասում։ Եվ ամեն ոք, որ կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Այսինքն իր կյանքի ընթացքում մահվան դեպքեր կամ մահի, այսպես ասած, մահի դատարկության ճաշակել իր կյանքի մեջ կարող է լինի, քանի որ մի տարբեր փորձառությունների միջոցով անցնում երևի։ Բայց հավիտենական մահ չի էսի։
մի ժամանակավոր մի բան է, որի մեջ կարողանա հաղթահարի, որովհետև ինձ է հավատացել, որովհետև ես որ հարությունն եմ, այսինքն երբ որ Հիսուս ասում էր ես եմ հարությունը, ի նկատի չուներ որ միայն որ երբ որ մենք մահանանք, կապրենք հավիտենական, այլև այս կյանքում էլ ինքն է հարությունը, այս կյանքում էլ իմ հաղթահարելը իմ դժվարություններից վրա, էլի իրանից է գալիս։ Ոչ թե դու ես կյանքը տանջվի, ապրի, ինչ էր պատահի եւ պատահեց, լավ, որ վերջում մեռնես կգնաս դրախտ ներողություն։ Դրախտ։ Ոչ, այո, այդ կա, դրան ոչ մի խոսք։ Բայց այս կյանքում էլ ես եմ քո հարությունդ։ Եթե հիվանդ ես, ես եմ քո հարությունդ։ Եթե աղքատ ես, ես եմ քո հարությունդ։ Եթե նեղության մեջ ես, ես եմ քո։ Երբ որ մենակ ես, ես եմ քո հարությունդ։ Ես եմ քո հաղթանակը։ Ես եմ։ Դրա համար արդարը կապրի հավատքով իր կյանքը։ Եվ նա շուռ եկավ արծեց Մարթային։ Սրան հավատում ես։ Որտեվ մեկ ուրիշ մի բան է հավատալ, որ երբ որ ես մահանամ, այո, հավիտենական Հիսուսի հետ դրախտում կլինեմ եւ այլն։ Այդ մեկ մի բան է հավատալը։ Բայց ուրիշ մի բան է հավատալը, որ իմ կյանքիս մեջ նա իմ հետ քայլում է։ Նա միշտ իմ հետ է։ Իմ հույսս նրա մեջ է միշտ։ Իմ վստահությունս միայն նրա մեջ է։ Թեկուզ եւ նա պետքություն կունենա շատ անգամ ուշացնել, որ տեսնեմ, որ իրա մեջ է եւ իրանից դուրս չկա ոչ մի բան։ Մարթան նրան ասաց. «Այո Տեր, ես հավատացել եմ, որ դու ես Քրիստոս Աստծո որդին, որ աշխարհ էր գալու»։ Եվ այս ասելուց հետո գնաց իր քրոջ Մարիամին ծածուկ կանչեց ու ասաց. «Վարդապետը եկել է եւ քեզ է կանչում»։ Հենց նա լսեց, արագ վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ։ Հիսուսը դեռ գյուղ չէր հասել, այլ անտեղ էր, որտեղ Մարթային էր դիմավորել։ Եվ հրյաներն էլ, որ նրան տեսան, տանն էին մխիթարության համար, եւ տեսան, որ Մարիամն է շուտապույտ վեր կացավ գնաց, իրենք էլ եւս հետևեցին նրան, կարծելով թե գերեզման է գնալու, որպեսզի այնտեղ իր հետ լաց լինեն։ Երբ Մարիամը եկավ այնտեղ, որտեղ Հիսուսն էր, նրան ասաց, նրա ոտքերն ընկավ ու ասաց. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա»։ Հիմա երկրորդ քույրը նույն բանն ասում ինչ որ առաջին քույրը։ Առաջին քույրը Մարթան իշ մեկ նա ավելի մեկ անձնավորություն է, որ սիրում էր միշտ Հիսուսի համար գործել, սեղան փռեր, շորեր պատրաստվեր եւ այլն։ Մարիամը նա էր, որ իր արցունքներով լվաց Հիսուս եւ իր մազերով լվաց։ Հիմա մեր մտքերի մեջ սա պետք է որ լիներ, որ սա պետք է ավելի շատ լսած լինի, ավելի շատ հոգեվոր պետք է լինի, բայց սա էլ է նույն բանը ասում։ Սրա համար էր Հիսուսը եկել, որ սրանք կարողանան տեսնել, որ ինքն է հարությունը։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա եւ նրա հետ եղած հրյաները լաց են լինում, հոգով խռովեց եւ հուզվեց։ Եվ Հիսուսն ասաց. «Որտեղ դրեցիք նրան»։ Նրան ասեցին. «Տեր, արի ու տես»։ Հիմա կարող մտածենք, ասենք, որ հա դե Հիսուսը իր փառքի համար թողնում է, որ մարդիկ տանջվեն եւ ցավ քաշեն եւ կարող մտածենք, որ նա չի հասկանում մեր ցավերը։ Չէ, հասկանում է։ Սրա համար է, որ անում է։ Ինչ որ պետք է աներ։ Սրա համար էր ուշացրել։ Եվ դիտմամբ էստեղ Աստծո խոսքը գրում այս խոսքերը, որ նա լաց էր։ Մի գիտեր ինչ էր անել, հեսա ինչ է կատարվելու 15 րոպե հետո։ Բայց համենայն դեպս իր սիրտը ճմլվել էր։ Քանի որ երբ որ տեսավ բոլորը լացում են, իր սիրտն էլ տանջեց եւ իր սերը արտահայտվեց։ Եվ նրան ասեցին. «Արի ու տես»։ Որտեղ եք իրեն դրել։ Արի ու տես։ Հիսուսն ճիշտ այդպես մեր բոլորի տեղերը գիտի։ 35 համար ասում է Հիսուսն արտասվեց, այդժամ հրյաներն ասում էին. «Տես, ինչպես էր նրան սիրում»։ Նրանցից ոմանք ասում էին. «Նա որ կույրերի աչքերը բացեց, չէր կարող այնպես անել, որ Ղազարոսը չմեռնել»։
Սա մարդկային փիլիսոփայություն է։ Եթե այսպես արեց, ուրեմն նա էլ պետք է կարողանար անել համեմատաբար։ Երբ Հիսուսը դարձյալ ինքն իր մեջ խռովելով գերեզման եկավ, հուզված, դա մի քարայր էր վրան մի քար դրված։ Ինչպես գիտեք, հրեական գերեզմանները այսպես են, քարայր են, հողի մեջ չեն թաղում։ Հիսուսն ասաց. վերցրեք այդ քարը։ Հիմա 1 րոպե պատկերացրեք դուք այդ անձնավորություններից եք։ Ղազարոսը 4 օր մահացել է։ Գերեզմանի մեջ է դրված։ Քարը փակված է։ 4 օր արդեն անցել։ Արդեն այդ սկսել է երևի նա փտել, հոտ գալ, եւ այլն։ Հիմա Հիսուսը մեկ հատ անձնավորություն, որ ընդունված է որպես վարդապետ, բայց դեռ այսպեսի մի բան չի եղել։ Ասում է քարը հանեք, բացեք։ Արդյոք նա որ կարողություն ունի իր մեջ, որ մեռածին կենթանություն տա, իր մեջ զորությունը չունի, որ այդ քարը մեկ հատ այսպես մատի շարժումով մեկ կողմ մղի, իհարկե կարող է։ Բայց պետք է որ ժողովուրդը իր խոսքին հնազանդ լինեին եւ հավատային, որ սա ինչ որ ասում է, ուրեմն արժի որ նրան հետևել։ Հավատքն էր, որ փորձվում էր։ Վերցրեք այդ քարը։ Մեռածի քույրը Մարթան նրան ասաց. «Տեր, հիմա արդեն նեղած կլինի, որովհետեւ 4 օրվա է արդեն»։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ չասացի, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»։ Ինչ Աստծո փառքը։ Մենք որ մտածում ենք Աստծո փառքը, վերագրում ենք իրեն, որ Աստված փառավորվեց, Աստված բարձրացավ։ Հիմա բոլորը պետքա ծնգաչոք ընկնեն եւ պաշտեն։ Բայց այստեղ մենք նոր հասկացողություն ենք հասկանում, ինչպես ասացի, մեր բառապաշարի բառերը մեր հոգևոր իմաստ են սկսում գտնել։ Աստծո փառքը նրա մեջ է, որ մեր նմաններին, որ արժանի չենք սիրել, որ մենք արժանի ենք մեր մեղքերի պատճառով մահի արժանանանք հավիտենական, եւ նա եղել է մեր կյանքը, իր լավագույնն է տվել մեզ համար։ Միթե չասեցի, որ եթե ինձ հավատաք, Աստծո փառքը կտեսնեք, Աստծո փառքը կյանքով է, որ Երևան է գալիս։ Դատարկ պատեր, նկարներ, կրոնական արձաններ եկեղեցիների մեջ, դրանք չեն կարող արտահայտել Աստծո փառքը։ Նրանք կենթանի չեն, իրենց մեջ շունչ չկա, իրենց մեջ հոգի չկա։ Բայց մեր նմանները թեկուզ եւ անկարող, թեկուզ եւ ստախոս, թեկուզ եւ մարդասպան, թեկուզ եւ մեկը որ ոչ սիրվելու է, ոչ ընդունվելու է, ոչ այլ, բայց երբ որ հավատացել է Հիսուսին, նրա մեջ կարող Աստվածը վկայություն տա։ Մեկ բան ասեմ, ավելի ինչքան մարդը այդքան անկարող, այդքան Աստծո զորությունը ավելի ակնհայտ։ Որովհետև դու մեծագույն մարդկանցից ինչ որ չափով սպասում ես մեծագույն գործեր, թեկուզ ոչ ոք ինքը իրան չի կարա կյանք տա։ Բայց այդ որ մեկը կա, որ ոչ քայլում է, ոչ ոտքերը ոչ աշխատում է, ոչ աչքերը տեսնում է, ամեն տեսակի թուլությունների մեջ է, նրանից չես կարող հավատալ։ Աստծո փառքը կտեսնես։ Աստծո փառքը գալիս է շնչավոր, զգացող, որ ատել գիտի, սիրել գիտի, հոգի ունի, կյանք ունի իր մեջ, նրա մեջից է որ արտահայտվում է եւ Աստված պնակներ, ոսկեգզուն բաժակներ, արցաններ, նկարներ, որ չեն կարող խոսալ, չի ուզում։ Այլև կենթանի օրինակներ է ուզում, որ մարդիկ տեսնեն ասեն, սրան մի բան է պատահել, շատ փոխված է։ Սա մեկ թույլ անկարող անձնավորություն էր։ Հիմա սրան նայր, տես, ինչպես է փոխվել։ Ինչպես կարողանում է իր կյանքի դժվարությունների մեջ այսպես հանգիստ, խաղաղ, հավատքով կյանք ապրել։ Մի բան եղել է սրան։ Եվ դա է Աստծո փառքը։ Այդտեղ է որ դառնում ենք Աստծո վկաները։ Այդտեղ է որ Աստծո կամքը մեզ ստեղծելու մեջ
իրագործվում է։ Եկեք մարդուն ստեղծենք մեր նմանությունով, մեր կերպարանքով, որ նա իշխե, մեզ արտահայտի։ Լավ, մեր փոխարենը իշխի։ Եվ քարը բարձրացեցին, Հիսուսի աչքերը վեր բարձրացեց ու ասաց. Հայր, շնորհակալ եմ։ Մեկ այն օրը մեկ հավատացյալ այդ խոսում է եւ հետաքրքիր մի բան ասեց, որ ես չէի նկատել միջև այդ։ Մեկ ուրիշ հասկացողություն, որ ավանդույթների միջոցով է։ Թեկուզ եւ մենք էլ շատ անգամ ասում ենք գլուխներս կախենք եւ աղոթենք։ Գիտեք, այդ գլուխները կախելը Աստվածաշունչի մեջ չկա։ Մեզանից մի հատ դուրս եկած մի բան է։ Աստծո խոսքի մեջ ամեն անգամ որ ասում որ մեկը ասում որ աղոթեց, ասում գլուխը վեր է բարձրացրած։ Չգիտեմ ներքև որ գլուխի չասնում ենք ինչի համար, թե խոնարհության նմուշ է թե ինչ է։ Խոնարհության նմուշ է։ Այո։ Բայց գալիս է նաև հասկացողությունը, որ հայր երկնային փառավոր երկնային ես դու։ Քո զորությունդ երկնային է։ Եկեք կամաց թող մեր գլուխները բարձրանա վերև։ Ամեն, այո։ Հայր, շնորհակալ եմ քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց դա ասացի շուրջս կանգնած ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ինձ ուղարկեցիր։ Եվ երբ այս ասաց, բարձրաձայն աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եվ մեռելը դուրս եկավ, ձեռքերն ու ոտքերը պատանով կապված եւ երեսը թաշկինակով պատված։ Պատկերացնում եք ինչ պատկեր է մեկ հատ։ Անկարելի է որ մեկը հավատար, որ սա չի մահացել։ 4 օր արդեն։ Բայց կապանքները դուրս եկած եւ մաքրված Հիսուսը նրան ասեց. Դրան արձակեք, թողեք, որ քայլի, ազատված է, ազատ անձնավորություն է հիմա, Աստծո կյանքն է մեջը։ Կարող էր ուրիշ մեկ ձևով Տերը աներ, կարող էր աներ, բայց կարևոր էր, որ բարձր խոսա, այդ խոսքերի մեջ կյանք կար։ Միայն այնպես չէ, որ դուրս արի, հիմա այս սենյակից դուրս արի, հիմա մտի ես մեկ ուրիշ տեղ եւ այլն։ Այլև խոսքը, կենթանի խոսքը, որ իր մեջ կյանքն է պարունակում, ես եմ հարությունը եւ կյանքը, հիմա խոսեց այդ բառերը, որը իր մեջ պարունակում էր կյանք եւ այդ կյանքը մեռածին սաղացրեց դուրս։ Ինչ ասում Աստծո խոսքը մեզ համար, Պողոս Արաքյալն նոր կտակարանի մեջ ասում է այդ օրը նորվա համար, ասում է մենք կլսենք իր ձայնը եւ ասում է դուրս կգանք մեր տեղերից։ Ձայնը կլսենք իր։ Քանի որ այդ խոսքերի մեջ կյանք կա։ Հիմա չգիտեմ այդ րոպե ինչ ասելու։ Կարող ամեն մեկիս անունները տալով ասելու դուրս եկ։ Չեմ անում, բայց խոսալու է մեր հետ, ինչպես որ խոսած Ղազարոսի հետ։ Դրան թող քայլի, ազատված է։ Ինչու է ազատված։ Որովհետև կրոնքի կանոնները շատ լավ է արել, ամեն ինչ ճիշտ է, ոչ մի բան սխալ չի արել եւ այլն։ Դրա համար ազատված։ Ոչ, դրա մեջ ավելի շատ բեռ կա։ Ազատված է, որովհետև պետքություն չունի ուրիշ մի բանի վրա հույս դնի, բացի Հիսուսից, որը որ իրեն սիրել է։ Սերի մեջ ազատություն կա։ Կապանքներ չկա սերի մեջ։ Եվ վերջին համարը ասում է նրանցից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել, երբ տեսան, թե Հիսուսը ինչ արեց, հավատացին նրան։ Գիտեք ինչ էր կատարվում։ Այս դեպքից հետո, որ իհարկե փարիսեցիներին, հրեաներին, քահանաներին շատ դժգոհ էին այս բանից, մարդիկ մենակ գնում էին Բեթենիա քաղաքը, որ գնան Ղազարոսին տեսնեն։ Ամեն մարդ ասում են. «Սա է»։ Այդ մարդը առանց որևէ կրոնական դպրոցի, առանց որևէ քահանա լինելու, առանց որևէ շորեր հագնելու, քահանայական, առանց որևէ մի բան անելու, դարձել էր ամենալավ վկան Հիսուս Քրիստոսի։ Ինչու համար, որովհետև իր կյանքը դարձել էր նկարագրություն
Ինչպես է Հիսուսը մեկին սիրում եւ ով որ հավատա ինչպես կարթնանան գերեզմանից։ Նրա կյանքը դարձել է օրինակ մեզ համար։ Եվ նույն բանն էլ ես ու դու ենք կանչված։ Շատ անգամ մեր կյանքերի փորձառությունների մեջ մենք ասում ենք փորձառություններից եւ չենք իմանում ինչու է մի բաներ պատահում մեզ։ Կյանքը ընկած մեկ միջավայրում ենք ապրում։ Պատահում է մեզ։ Բայց Աստված միշտ մեզ հետ է։ Աստված մեր հարությունն է, Հիսուսը մեր հարությունն է։ Մի որոշ ժամանակները մենք տեսնում ենք ինչու է ուշանում Տեր։ Միտեղ կա խոսք ասում է իր ուշացումը մեզ ապաշխարություն է տանում։ Կարծես թե ինչպես մեկ հատ ծնող, մի քիչ առաջ խոսում ենք ծնող լինելու վերամասին։ Կարծես թե մեկ հատ ծնող իր զավակի ցանկությունը, որտեղ գիտի այդքան լավ մի բան չի ընդհանրենք, չի անում այդ րոպեն, ձգում վերջում, որ ավելի լավ մի բան կարողանա նրան տա։ Նույն ձևով էլ մեր Հայր Աստվածը։ Բայց միաժամանակ էլ ժամանակն է, որ փորձում է հավատքը։ Եթե հիշում եք Հոբի խոսքերը, երբ որ ամեն ինչ կորցրեց, ասեց Աստված է տվել, Աստված էլ վերցրեց։ Հետո օրեր անցան, շաբաթներ, ամիսներ, տարիներ, իրավիճակը չփոխվեց։ Տեսանք սկսեց բողոքել։ Ինչու համար։ Բայց վերջի վերջո տեսա, որ Աստված գերիշխան է։ Աստված անում է այն ինչ որ ինքը իր կամեցել է, իր կամքի համաձայն է անում։ Նա գերիշխան է, երբ որ որոշում է, իր կամքի համաձայն անում է։ Ուղղակի մենք երանելի ենք, որովհետև այս նույն Աստվածը կատարյալ կամք ունի եւ մեզ շատ է սիրում։ Արժանի ենք թե արժանի չենք, իր սերը իրան ստիպում է, որ մեզ փրկի այդ վիճակից։ Նրանք, ովքեր որ հավատում են իրեն։ Լավ։ Գիտեմ, որ գիտեիք Ղազարոսի պատմությունը, բայց ինչ-որ չափով կարծում եմ, որ հոգին ավելի խոր եմ այս րոպեին մեկ մի բան էր ուզում մեզ տար, և դրա համար պետք է լսեինք։ Աղոթենք։ Հայ երկնային, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից քո սիրոտ համար։ Մենք շատ անգամ երեխայի պես լացում ենք եւ ճչում ենք եւ ուզում ենք այն ինչ որ ուզում ենք։ Բայց դու ավելի լավ գիտես։ Ինչպես Հիսուսի խոսքերի մեջ տեսանք, որ դու ուշացրեցիր, որ քո փառքդ Երևան գա։ Տեր, թող քո փառքդ ամեն օր մեր մեջ Երևան գա, Տեր։ Ընդունում ենք մենք, որ մենք ոչինչ ենք։ Եվ միայն քո կյանքդ մեր մեջ դա է արժանի փառաբանության։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր Աստված։ Մեր մեջ ունենք շատ կարիքավորներ, եւ ամեն մեկիս կարիքները դու բոլորը գիտես։ Մենք այսօր բոլորս միաբան դավանում ենք, որ մեր վստահությունը քո վրա է, քանի որ դու ես հարությունը եւ կյանքը։ Շնորհակալ ենք քեզանից, Տեր Աստված։ Միջև վերջ մեզ համար քայլի մեզ հետ, այդ բարի հովիվի նման, եւ միջև քո վերջ քո տունը տար մեզ, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։